Այս իշխանության միակ նպատակը նա է, որ Արցախի հանրապետության քաղաքացիները հրաժարվեն Արցախի քաղաքացիությունից եւ ընդունեն Հայաստանի հանրապետության քաղաքացիություն։ Անձամբ ես չեմ պատրաստվում հրաժարվել Արցախի հանրապետության քաղաքացիությունից, որովհետեւ ես ճիշտ է բոլորս էլ հայ ենք, ոչ մի տարբերություն չեմ դնում հայաստանցի կամ արցախցի, բայց ես Արցախի հանրապետության քաղաքացի եմ եւ չեմ պատրաստվում հրաժարվել իմ քաղաքացիությունից։ Չգիտեմ, այս իշխանությունը փորձում է այսպես պառակտումներ մտցնել այս ամենի ֆոնին, չգիտեմ, այդ իսկ պատճառով անձամբ ես չեմ պատրաստվում հրաժարվել Արցախի հանրապետության քաղաքացիությունից։ Այդ դեպքում ինչպես եք պատրաստվում ստանալ բնակարանային աջակցություն։ Եթե անգամ փոխենք Արցախի հանրապետության քաղաքացիությունը, այնպիսի պայմաններ են այս ծրագրերը, այնպիսի պայմաններով են ծրագրված, որ չես կարող նորմալ բնակարան գնել։ Անձամբ մեր ընտանիքում 2 հոգի ենք, ես եմ եւ մայրս, 3 միլիոնով, ինձ 3 միլիոն եւ մորս 3 միլիոն, անհնար 6 միլիոնով տուն գնել։ Անհնար է ուղղակի։ Իսկ մնացած պայմանները, չգիտեմ, այսպես վարկով տուն վերցնել կամ կեսը վարկով վերցնել անհնար է, որովհետև այնպիսի պայմաններ են, որ չես կարող ուղղակի տուն գնել դրանով, թեկուզ ծայրամասում, թեկուզ, չգիտեմ, Տաուշի չգիտեմ, սահմանային գոտում, չես կարող ընդհանրապես։ Արցախի հանրապետության, չգիտեմ, բնակիչներին էլ օրդորում եմ չհրաժարվել Արցախի քաղաքացիությունից, որովհետև այս իշխանության նպատակը նա է, որ մենք հրաժարվենք Արցախի քաղաքացիությունից եւ նրանք ասեն, որ Արցախ գոյություն չուներ, Արցախում ոչ մի բնակչություն չկար, այնտեղ մարդ չէր ապրում եւ այսպես մոռանանք եւ թողնենք մի կողմ Արցախը ընդհանրապես։